Այսուհետ Գալա հեռուստաընկերության գործունեության և վերահսկողության գործում կներգրավի նաև հեռուստադիտողը։ Երևույթը աննախադեպ է մեր հեռուստապատմության մեջ։ Հանրության ակտիվ զանգվածի անմիջական մասնակցությամբ կդիտարկվի ընկերության աշխատանքը։ Այն համակարգելու է օմբուդսմենը, քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը։ Նա անմիջական և հեռախոսային մշտական կապ պահպանելով հեռուստադիտողների հետ, նրանց դիտարկումները, կարծիքներն ու ցանկությունները ուսումնասիրելուց հետո հանրությանը հաշվետվություն կներկայացնի։ Հանրությունը կունենա հնարավորություն օմբուդսմենի միջոցով ազդել հեռուստաընկերության ամբողջ գործունեության վրա, իր դիտողություններով, իր նկատողություններով եւ սրանով կոմերցիոն հեռուստաընկերությունը ավելի փաստորեն հանրայնացվում է։ Հիմնական նպատակը հեռուստադիտողի եւ հեռուստատեսության միջև կապը եւս սերտացնելու կամ սերտացնելու համար է եւ հեռուստատեսությունը առավել հանրային դարձնելու եւ հասարակական շահերին ծառայեցնելու համար հեռուստատեսությունը եւ այդ փոխադարձ կապը ամրապնդելու համար եւ նաեւ ինչ որտեղ ժողովրդավարության խորացման նպատակով քայլ է, որպեսզի հասարակությունը հեռուստադիտողը առավել ազդեցություն ունենա հեռուստատեսության վրա։ Օմբուդսմենի ինստիտուտի ներդրման հիմքում անաչառությունն է։ Մեր օմբուդսմենը անկախ է լինելու եւ չի ֆինանսավորվելու Գալայի կողմից։ Դա հեռուստաընկերության աշխատողը չէ, սա մի անկախ մարմին է, անկախ ինստիտուտ է, որը որևիցե կախում չունի հեռուստաընկերության ազնագազմից, սեփականատիրոջից։ Կարծում եմ Գալա հեռուստաընկերությունը նաև իր կենսագրությամբ ցույց տվեց, որ իշխանություններից անկախ է եւ թելադրվում է հեռուստադիտողների շահերով։ Եվ հիմա օմբուդսմենը պետք է նաև ցույց տա, որ անկախ է Գալա հեռուստաընկերությունից եւ թելադրվում է միայն հեռուստադիտողների եւ հանրային շահերով։ Միայն Գալա հեռուստաընկերության հաղորդումների վերաբերյալ նկատառումներ, բողոքներ, դժգոհությունները պետք է եւ անմիջական շփումների, մենք նաեւ հայտարարություններում կտանք մեզ գրասենյակի հասցեն հեռախոսահամարները, որ անմիջապես ցանկացողը կամ կայցելի կամ կզանգահարի եւ իր դիտողությունները, բողոքները կներկայացնի, որոնք կապված են Գալա հեռուստաընկերության հաղորդումների հետ անմիջապես։ Հեռուստատեսության օմբուդսմենը ստեղծելու է հեռուստատեսություն, հանրություն եւ ստեղծագործական խումբ կապը։ Ստեղծագործական խմբի վրա ազդեցությունը կլինի այնքան, որքան կցանկանա ինքը հեռուստադիտողը։ Հանրայնացնել հեռուստաընկերությունը նշանակում է հաշվի նստել հեռուստադիտողի կարծիքի հետ, նշում է հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը, եւ դա իրականություն կդառնա միայն հեռուստալսարանի անմիջական եւ ակտիվ մասնակցության դեպքում։ Կապված է նրանից, թե ինչքանով մեր հասարակությունը պատրաստ է ունենալ հանրային հեռուստաընկերություն, ինչքանով նա ուզում է ունենալ այդ հանրային հեռուստաընկերությունը եւ ինչքանով նա ակտիվ կլինի այդ հանրային հեռուստաընկերության կերտման process-ում։ Չգիտեմ կստացվի մեզ մոտ թե ոչ, բայց օպտիմալ տարբերակը այն էր, որ օմբուդսմենը լինի ոչ թե մեկ մարդ, այլ լինի ինստիտուտ։ Զանգվածային լրատվամիջոցները համարվում են 4-րդ իշխանություն, կարծում եմ նման բան կարելի է անել բոլոր իշխանությունների համար, որ վերջին հաշվով հասարակությունը մեխանիզմ ունենա վերահսկելու, թելադրելու այդ իշխանությանը։ Գալա հեռուստաընկերությունը այդ նախաձեռնությունը կամ այդ օրինակը ծառայում շատ մեծ տեղ է հատկացվում հեռուստադիտողին եւ հեռուստադիտողի ակտիվությունից է կախված, թե կկայանա այս ինստիտուտը, օմբուդսմենի ինստիտուտը, հեռուստատեսության օմբուդսմենի ինստիտուտը կկայանա ընդհանրապես։ Նորաստեղծ այս գործում կարևորվում է հանրության կարծիքը, որտեղ յուրաքանչյուր հեռուստադիտող օմբուդսմեն է, որը կարող է իր տեսակետը արտահայտել մեր եթերով հեռարձակվող ցանկացած թողարկման վերաբերյալ եւ թելադրել իր պահանջները։ Այս նախաձեռնությունը ժողովրդին հնարավորություն կտա ներգրավել հեռուստատեսության աշխատանքների մեջ եւ իր ազդեցությունն ունենալ եթերի ձևավորման գործում։ Լիզա Գասպարյան, Գրիգոր Շաղոյան, Gala News։